մեր կրթական համակարգից։ Չէ։ Իսկ տեղյակ եք, որ վերջին շրջանում հայոց պատմության էջերը աղավաղվում են ու նաև 3-ից 4 դասարաններում առկա են ադրբեջանցի հեղինակների ստեղծագործություններ։ Չէ, տեղյակ չեմ, բայց լսել եմ։ Բայց հստակ չեմ կարող ասել, որ Ձեր կարծիքով այդ ամեն ինչ սպառնալիքներ ունի։ կդժվարանամ ասեմ, բայց մեծ սպառնալիքներ ունի, մատաղ սերնդի համար։ Այդքան էլ չէ։ Իսկ տեղյակ եք, որ 3-ից 4 դասարանների դասագրքերում ադրբեջանցի հեղինակների ստեղծագործություններ են ներառված։ Ճիշտ ասած չգիտեմ։ Ես այդ տարիքի թորնիկ չունեմ, իմ ավելի փոքր է եւ ավելի մեծ։ Իսկ ինչպես եք վերաբերվում այդ փաստին։ Բադ Իսկ հայոց պատմության էջերը խեղաթյուրելու մասին ինչ կասեք։ ես հայոց պատմության այդ մասը, որ ասում եմ, ես պետք է անձամբ ինքս կարդամ, տեսնեմ ինչա, որովհետև ինогда բաներ կա, որ իրանք բան են անում, շեշտում են, բայց ես կարդում եմ, այդտեղ տենց բան չեմ տեսնում։ Այդ դեր ասածը ես տենց հլը չգիտեմ, էլի սուտ կլինի։ Հիմա ոչ։ Մեր ժամանակներն ավելի պատասխանատվություն կար, արժեքները ուրիշ էին, հիմա լրիվ ուրիշ են։ Իսկ տեղյակ եք, որ 3-ից 4 դասարանների դասագրքերում ադրբեջանցի հեղինակների ստեղծագործություններ են ներառված։ Ճիշտն ասած շատ բան է, էլի պատասխանատու հարց է։ Իսկ ինչ կասեք այն մասին, որ շատ դեպքերում հայոց պատմության էջերը խեղաթյուրված են ու իրականությունը կարելի ասել գրեթե բացակայում է։ Դե իրականությունն էլ հարաբերական է, որտեղ ամեն մեկը յուրովի է պատկերացնում այդ իրականությունը։ Հիմա աղմուկը շատ եմ լսում, որ ասենք եթերում որ աղավաղում են, բայց որ խորանում ես, տեսնում ես չի աղավաղված, այլ իսկականից իրականություն է։ Հիմա պետք է կոնկրետ, ասենք, այդ տվյալ հոդվածը կարդալ, իմանալ աղավաղված է, թե ոչ։ Ճիշտն ասած հիմա խառնա չեմ կարող ասել։ Իհարկե ոչ։ Ձեզ կոնկրետ ինչն է անհանգստացնում։ Ամեն ինչը, որ ստեղ պատմություն չկա, երեխաների կրթությունը բավականին ցածր մակարդակի վրա է։ Դասագրքերը նորագույնն են դասավորված, որ չես հասկանում Հայաստանի պատմությունը ընդհանրապես, եթե այսօր արդեն տարբերվում է պատմական Հայաստան, նոր Հայաստան, ինչի մասին կարելի է խոսել։ Այստեղ ընդհանրապես կրթությունը երևի առաջվա սովետական միության բոլոր հանրապետություններից ամենացածր մակարդակի վրա է։ Եթե կրթության ղեկավարը ոչ մի բանից ինքը գաղափար չունի, ոնց կարող է սպորտ, շինարարություն, գյուղատնտեսություն եւ կրթությունը մի մարդ ղեկա, ոնց կարող է դրա մեջ ինչ-որ մի հատ նորություն լինի կամ ինչ-որ մի հատ օգտակար բան լինի այսօր դպրոցական համակարգում կամ բուհական համակարգում, ինչի մասին է խոսքը։ Իսկ տեղյակ եք, որ 3-ից 4 դասարանների դասագրքերում ադրբեջանցի հեղինակների ստեղծագործություններ են ներառված։ Լսել եմ դրա մասին, ինչի մասին է ես նույնը ասում, որ այսօր կրթություն ընդհանրապես չկա։ Չգիտեմ երեխաները ինչ սովորեն, փոխանակ իրանց պատմությունը, հին Հայաստանի պատմությունը փոխանակ իմանան, այսօրվա նոր Ադրբեջանի պատմությունն են իմանում, ինչի մասին է խոսքը։ Ահա որ դժգոհ եմ, ամեն ինչից։ Սկսած 91 թվականից փողոցային կառավարությունները ինչ պետք է լինեն, փողոցային մարդիկ եկել են պետություն են ղեկավարում, սկսած Լևոնից վերջացրած այս մի Նիկոլից, ինչի մասին է խոսքը։ Ոչ մի թեթև, եթե շարժ եղավ Քոչարյանի ժամանակ, այն էլ նրա պատճառով, որ Կարեն Դեմիրճյան կար, Վազգեն կար Սարգսյան, նրանց ղեկավարած նույնիսկ տարիները չէ, մի երկու տարին
մի քիչ կարգավորվեց Հայաստանի վիճակը, իսկ հիմա ոչ մի բան։ Մոռացել եք 90-ական թվականների մթության մեջ ապրելը։ Մոռացել եք մարդիկ ուրախանում են, որ մեկը մահանում էր, որովհետև այդ օրը մի երկու օր լույս էին տալի։ Ինչի մասին է խոսքը։ Փողոցից եկած կառավարողները փողոցային կառավարություն տիլնի փողոցային պետություն, ուրիշ ոչ մի բան։ Մի հատ ուրիշ պետություններին նայեք, այն հարևան Վրաստանին նայեք։ Տեղյակ եք, որ երրորդի շորրորդ դասարանների դասագրքերում ադրբեջանցի հեղինակների ստեղծագործություններ են ներառված։ Դա շատ վատ է, բայց ուղղակի անընդունելի է, որպես հայ եմ ասում։ Մեկ հարց եւս հայոց պատմություն առարկան ընդհանրապես խեղաթյուրում են ու ճշմարտությունը այսպես ասած թաքցնում են։ Դրան ինչ կասեք, ինչպես եք վերաբերվում։ Դե կարամ ասեմ, որ ուժս ոնց է հայերեն։ Սարսափելի է, եթե տենց բաներ են անում։ Ոսիշան